նախագահ Պուտինի հետ հանդիպանը Նիկոլ Փաշինյանն ասում է, որ օգոստոսի 8-ը նոր հնարավորություններ է բացել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար։ Սա արտաքուստ եւ ոչ միայն արտաքուստ, տրամաբանորեն երկակիություն պարունակող հայտարարություն է, որ Թրիփը եթե ոչ հռչակագրային մակարդակով, իր կառուցվածքով, դա ըստ էության մի նախագիծ է, որը չի կարող Ռուսաստանի շահերի հետ հաշտ լինել, մեղմ ասած։ Դա աշխարհաքաղաքական կոնկրետ կենտրոնի եւ կոնկրետ երկրների աշխարհաքաղաքական գործիքն է, իդեպ բացի Հայաստանի իշխանություններից մնացած բոլոր խոշոր խաղացողները Թրիփը համարում են առաջին հերթին աշխարհաքաղաքական նախագիծ։ Հետևաբար Փաշինյանի հայտարարությունը որոշակի կոնտրաստի մեջ է մտնում, բայց այս արտաքին քաղաքականության երկակիությունը Նիկոլ Փաշինյանի բնորոշ է։ Աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների փորձում է վաճառել այն ապրանքը, որ նրանց համար հաճելի է։ Օրինակ, Ռուսաստանին ասում է, դուք լոգիստիկ նոր հնարավորություններ եք ստացել, նկատի ունենալով Ադրբեջանով ռուսական բեռների տարանցումը Հայաստան։ Վստահաբար Արևմուտքում էլ ասում է, որ ես ձեր հետ միասին մասնակցում եմ մի նախագծի, որը Ռուսաստանի տարածաշրջանային գերիշխանության սահմանափակմանն է ուղղված։